Ինչ է Տիրոջ երկյուղը։ Նախ այն Տիրոջից սարսափելը չէ։ Ինչպես կարող եք շփվել կամ մտերիմ լինել նրա հետ, ումից սարսափում եք։ Երբ Մովսեսը հանեց Իսրայելը Եգիպտոսից եւ ասաց. Ինքը Աստված հանդիպելու է ձեզ։ Աստված եկավ սարի վրա երրորդ օրը, բայց ամբողջ ժողովուրդը հեռացավ։ Նրանք չդիմացան Աստծո ներկայությանը եւ ասացին Մովսեսին. Մովսես, մենք չենք կարող դիմանալ Աստծուն։ Մենք չենք ուզում տեսնել նրան։ Դու խոսիր նրա հետ եւ ասա այն, ինչ նա ասում է։ Մենք կլսենք եւ կկատարենք։ Մովսեսն ասաց հետեւյալը Ելից 20-20-րդ խոսքում. Մի վախեցեք, որովհետեւ Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ նրա վախը ձեր առջև լինի, որ չմեղանչեք։ Սա հակասություն է թվում։ Մի վախեցեք, Աստված եկել է որ տեսնի, թե արդյոք իր վախը ձեզանում է, բայց նա չէր հակասում ինքն իրեն։ Նա տարբերակում էր դնում Աստծուց սարսափելու եւ Տիրոջ երկյուղի միջև։ Այս երկուսը տարբեր են։ Աստծուց սարսափող մարդը թաքցնելու բան ունի։ Ինչ արեց Ադամը։ Նա թաքնվեց Աստծո ներկայությունից, երբ մեղանչեց։ Աստծո երկյուղն ունեցողը թաքցնելու բան չունի։ Նա սարսափած է Աստծուց հեռու լինելուց։